Ոչ մի բան չի։ Եվ այդպես էլ պետք է լինի ամեն մի կեղծիքի մեջ։ Հայաստանը իրական ընտրություն կատարել է մեկ անգամ 88-ից 90 թվականը վերջի ժամանակահատվածում։ Երբ որ մենք ընտրել ենք կյանքի այն տեսակը, որը ուզում էինք ունենալ։ Դրանից հետո բոլոր ընտրությունները մեծ հաշվով եղել են կեղծիք։ Չնայած եվրոպական իմաստով մենք երկու արդար ընտրություն ունեցել ենք 90 թվականին եւ 91 թվականին։ 91 թվականին նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը արդար ձևով, եվրոպական իմաստով արդար։ 90 թվականին ընտրվել է պարլամենտ էլի արդար ձևով, եվրոպական իմաստով։ Բայց դա չխանգարեց, որ մենք գնանք հետագայում կողոպուտի ճանապարհով, հենց այդ պարլամենտի եւ այդ նախագահի օրոք, որտեղ իրականում մենք ընտրեցինք մի ուրիշ բան։ Մենք ընտրեցինք կեղծ արժեքներ, կեղծ համակարգ։ Ինչպես գիտեք, Աստվածաշնչում Աստված է, որ Աստծո անունը ունայնության մեջ չտալ, անտեղի տեղը չտալ։ Եվ Աստծո անունը մենք չենք տալիս երբեք, օրինակ ընտրությունների ժամանակ էլ Քրիստոսի անունը կլսեք, Աստված տերմինը կլսեք, բայց փող տերմինը չեք լսի, որտեղ իրական Աստվածը նա է, եւ այդ փողի համակարգից ոնց դուրս գանք, ոնց դադարեցնենք այս հանրապետության անդադար կողոպուտը, սա է հարցերի հարցը։ Բայց հանրապետությունում էլ երբ որ մեր իշխանավորներին հարցնում ես, կամ մեր քաղաքական գործիչներին, որոնք նույն համակարգի շրջանակում են ուզում գործել, նրանք ասում են սա աշխարհը թալանի մեջ է, ինչ է մենք ենք, որ պետք է այլ բան ընտրենք։ Եվ հարցը իրոք այդպես է դրված. այլ բան ընտրելու ենք, թե ոչ։ Ուրիշ ընտրություն գոյություն չունի։ Պարոն Մաշյան, եթե կարելի է դες մի փոքր հակադարձել հետևյալ ձևով։ Այն ինչ որ դուք ասում եք, գուցե եւ շատ ճիշտ եք ասում, բայց մենք նախագահական ընտրությունների վերջին փուլում ենք, մի քանի օր է մնացել։ Եվ հիմա նախագահական ընտրությունների այս համակարգը փիլիսոփայական գլոբալ տեսակետից անվանելով կեղծիք, արդյոք մենք այնպես չենք անում, որ անգամ այն կեղծ կամ փոքր տոկոս ունեցող դեմոկրատիայի էլեմենտներն էլ ենք կորցնում։ Չէ՞ որ մենք ձեր ասածը անելու համար պիտի ընդհանրապես այդ համակարգը փոխվի։ Ուրեմն դեմոկրատիան այն ինչպես այսօր դա հասկացվում է, որտեղ հայկական շատ ավելի լավ, այսպես ճշգրիտ մեզ համար ժողովրդավարություն բառը կա, ճիշտ է, կարծես թե ճշգրիտ թարգմանությունն է, բայց այսպես մենք գիտենք ժամանակներ, երբ որ ժողովուրդը իրոք վարում էր իր գործերը։ Ասացի, մենք 3 տարի այդպիսի իրավիճակ տեսել ենք։ 88-ից 90-ը իշխանությունը ենթակա էր ժողովրդին։ Եվ ժողովուրդը իրենով ստեղծել էր մտածելու, գործելու իր համակարգերը, ամբողջ իշխանական եւ քաղաքական համակարգը ենթարկելով իրեն։ Դրանից հետո այն ժողովրդավարություն կոչվածը, որ ասում են, ինչի է վերածում։ Ուրեմն Հայաստանում դրված է մի մեծ փոշեկուլ, իրականում հարստակուլ, այսպես ասեմ։ Այն ինչ որ մենք օլիգարխ, նախարար, նախագահ եւ այլն ենք անվանում, նրանք զբաղված են մի բանով։ Ուրեմն Հայաստանի ողջ հարստությունը քաշում են իրենց մեջ, այն հարստությունը, որ կա մեր ընդերքում, այն հարստությունը, որ որպես հարստություն ստեղծված էր նախորդ սերունդների կողմից, այն, որ մեր համակարգացիները, հայրենակիցները գնում են դրսում աշխատում են եւ ուղարկում են այստեղ, որ երեխան ավելի որակյալ կրթություն ստանա, որպիսի երկրում զարգանան այնպիսի բաներ, որ երիտասարդությունը զբաղվի դրանով, գիտություն զարգանա, ստեղծագործական աշխատանքներ, ինժեներիա պետք լինի եւ այլ եւ այլն։ Ոչ։ Այդ ամենը կենտրոնացնում են իրենց ձեռքը օլիգարխները, նախարարները, նախագահները, կուսակցապետերը։ Հետո ինչպես են տնօրինում այդ հավաքածը վերածում են գործարանի, ոչ։ Արտասահմանյան հաճույքներ, արտասահմանում ունեցվածք, արտասահմանյան բանկերում հաշիվներ, այստեղ ունեցվածք, որը գնվում է արտասահմանում, այսինքն արտասահմանի տնտեսության ֆինանսավորում։ Այսինքն գնում է Հայաստանի համատարած կողոպուտ եւ դրանից բացի ոչինչ գոյություն չունի։ Այսօր մենք ընտրություն կատարելով, եթե ասում ենք վերջ կեղծ ընտրություններին, ասում ենք հետեւյալը. դուրս գալու ենք այս տրամաբանությունից, թե ոչ։ Այսօր ոչ մի նախագահի տեխնացու սրանից, ինչ որ ասեցի, չի խոսում։ Ասում է ոնց այդ գողության համակարգը այնպես կատարելագործենք, որ մի քիչ ավելի մեղ լինի ժողովրդի համար, մի երկու բաճկոն գոնե քաղաքացիները կարողանան իրենց համար գնեն եւ այլն։ Այսքանը։
Կնեք, այս երկու անգամ երկար մի քիչ պատասխանեցիք, աշխատեմ նա ավելի կարճ։ Համեցեք ինձ։ Շատ լավ։ Ուրեմն ես ասացի, որ խնդրեմը համամոլորակային է։ Ես կարծում եմ, որ առաջինը այդտեղից կարող ենք դուրս գալ մենք, որտեղ մոլորակում ամենածանր տեղերից մեկը, ամենաանհեթեթ տեղերից մեկը Հայաստանն է դարձել այս իմաստով։ Եվ ստեղ ըմբռնող մարդկանց քանակը բավականին շատ է։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Մոլորակի ռեսուրսները ավարտում են։ Այդ մարդը, որ ուտում է ամեն ինչ, նա ռեսուրսներին, եթե դուք գիտեք, ասենք թե ճգնաժամերը ռեսուրսային, որ սպասում են, դրանք արդեն ոչ թե այսպես է, չկա 50 տարուց հետո 10 տարուց 5, 3, 2, 1 արդեն սկսվել է, օրինակ նավթի հետ կապված խնդիրները արդեն սկսվել են։ Մյուս ուրեմն մետաղներ եւ այլ սննդամթերքը 10 տարվա ընթացքում մարդկությունը արդեն ուրեմն կանգնել է այդպիսի ճգնաժամի առաջ։ Միևնույն ժամանակ սննդամթերքի կեսը մոլորակի վրա ստեղծվող ոչնչացվում է, որովհետև այդ ծոփ կյանքի սկզբունքները որ կան, մի կողմից բերում է ոչնչացման, մյուս կողմից սովի եւ այլ։ Եվ այսպես ինչի պետք է անցնի մարդկությունը։ Մի բանի այսօր ամբողջ մոլորակի վրա միջին հաշվով բնակչության 20%-ը աշխատող կարող է բոլոր պահանջները երկրի բավարարել մարդկանց ժողովրդի սնունդ, հագուստ, կրթություն, բժշկական սպասարկում եւ այլը։ Հարց է ծագում ինչով է զբաղվելու մնացած 80%-ը։ Նա պետք է զբաղվի կրթությամբ, գիտությամբ, ստեղծագործությամբ, ճանապարհորդություններով դեպի այլ մոլորակներ, նրանց եւ այլը։ Այս ամենով զբաղվելու համար նրանց ինչ որ մեկը պետք է վարձատրի, կերակրի։ Այդ 20%-ը համակարգը այնպես է ստեղծված, որ նրանք համաձայն չեն կերակրեն, որովհետև այսպիսի մոտեցում, այսպիսի փիլիսոփայություն կյանքի չկա, բոլորը պետք է աշխատեն, հարստություն կուտակել։ Ուրեմն, եթե ասում եք ինչ համակարգի պետք է անցնենք սրան։ Սրա համար պետք է մի բան, պետք է խոսենք իրար մեջ, հասկանանք այս բանը եւ հասկանանք, որ այս դեպքում է, որ մենք իրար չենք ոչնչացնելու։ Հակառակ դեպքերում, այդ թվում նաև այն ինչ որ հիմա կատարվելու է, մենք իրար ոչնչացնելու ենք։ Դրա համար փախչում ենք աշխարհով մեկ եւ ոչ միայն Հայաստանում։ Ամբողջ մոլորակի վրա նույն process-ն է։ Բոլոր երկրներից փախչում են, շուտով փախչելու տեղ մնալու է միայն այլ մոլորակները, որովհետեւ մոլորակի վրա կարծես թե տեղ չի մնալու։ Համեցեք։ Պարոն Մանչարյան, ուզեի ճշտել, թեև համակարգը ծույլի անկատար է եւ ներդրություններ այնուամենայնիվ այդ իդեալ տեխնոլոգիաների մեջ կա մեկ որ հասկանան առնամ թե ճիշտ շատ համակարգել։ Այն տեխնացուները, որ հայտարարեցին, որ ընտրությունները կեղծ է եւ ուրեմն նրանք պետք է այդ ընտրություններում չմասնակցել եւ այն տեխնացուները, որոնք վերածում են զավեշտի, իսկ կարծես թե դրանով զբաղված են բոլորը, այս տեսակետից կարծես բոլորը շատ թե քիչ նախընտրելի են այդ իմաստով։ Ընտրությունները վերածված են զավեշտի։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, դուք ինձ ուզում եք ասել, հա, դուք ասեցիք, որ այս ընտրությունը անհեթեթություն է եւ նա հաստատում է կողոպուտի համակարգը։ Հիմա ասեք, իսկ ինչ ոնց ավելի լավ անցկացնենք ընտրությունը այդ։ Նորից եմ կրկնում, այս ընտրությունը դուք մերժում ենք։ Մերժելու ձևերը ամենատարբեր են։ Ես չեմ կարող մարդկանց ասել, կասեի չգնաք ընտրությունների, բայց չեմ կարող ասել, որտեղ գիտեմ, շատերի աշխատանքը կախված է նայած գնացին թե ոչ։ Շատերի ուրեմն այդ օրվա հացը կախված է դրանից եւ այլը։ Մարդկանց ճնշում են տարբեր ձևերով եւ երևի թե ուրեմն չի կարելի այսպիսի բան ասել կապված սրա հետ։ Բայց մերժումը շատ կարեւոր է։ Տեսեք, հարևան երկրում, Ադրբեջանում, մի ընտրության առաջ էր կանգնած Ադրբեջանը, թե ինչպիսի համակարգ կընտրեն իրենց երկրի առաջ։ 93 թվականին Գեյդար Ալիևի հետ միասին ընտրեցինք մի բան, որը ընդունել էր եւ Ադրբեջանի համար եւ Հայաստանի համար, եւ որը ենթադրում էր մի այնպիսի Ադրբեջանի կառուցում, որը ուրեմն հարգեր բոլոր ժողովուրդների բազմազգ երկիրը Ադրբեջանը, բոլոր ժողովուրդների իրավունքները։
դա հնարավորություն չտրվեց կատարվել։ Հարվածներ հասվեցին այդ նույն արևմուտքից, որովհետև պետք էր ստեղծել թալանի լավագույն ուրեմն հնարավորություններ եւ ստեղծվեց այն Ադրբեջանը, որը ստեղծվեց։ 2005-ին Իլհամ Ալիևը էլի կանգնած էր ընտրության առաջ։ Նա փորձում էր պատվիրակություններ եկել Թբիլիսի, Բաքվից, Երևանից եւ Թբիլիսիից եւ 3 երկրների այդ մտավորականներից կազմված պատվիրակությունները փորձում էին ընդգծել այն, ուրվագծել այն Կովկասը, որը ժողովուրդների համար ստեղծելու է նորմալ զարգացման պայմաններ։ Եվ ստորագրվեց այնտեղ մի բան այդպիսի Կովկասի մասին, փաստաթուղթ։ Իսկ շուտով դա մերժվեց եւ Ադրբեջանը անցավ լրիվ ուրիշ համակարգի, այն ատելության, ագրեսիվության համակարգը, որը հիմա վերցված է։ Մենք տեսել ենք Իլհամի, որը 2005-ին մարտիկ էր ուղարկել մի բան անելու եւ հետո մեկ ուրիշ բան արեց։ Ով նրան պարտադրեց, ով է իրական ընտրությունը կատարում Կովկասում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, աշխարհում։ Այս հարցն է պետք է պատասխանենք եւ կարողանանք իրական ընտրության տերը մենք դառնանք։ Համեցեք։ Ուրեմն այն արևմտյան տիպի ընտրությունները, որ անցնելու են Հայաստանում, ուրեմն անցնելու են մեկ փուլում, ոչ մի անակնկալներ չեն լինելու այդ ընտրության տեսակետից, այն ընտրությունը, որի մասին ես եմ խոսում, լինելու է հետևյալը, որ դա ըստ էության լինելու է ընտրությունների մերժում, վերաբերմունքը ժողովրդի եւ այն ինչ որ մենք ստացանք, եւ այդ մերժումը բերելու է նրան, որ Հայաստանում ընտրություններից հետո լինելու է բավականին մեծ ակտիվություն, այն ինչ որ դուք արևմտյան լեզվով անվանում եք քաղաքացիական հասարակություն, այսինքն մարդիկ մտնելու են փնտրտուքի մեջ, նրանք ելք են փնտրելու, բոլորի համար պարզ է արդեն, որ այն մեխանիզմները, որ մեզ հրամցված են դրսից, նրանք չեն թույլ տալիս կարգավորել, նորմալացնել կյանքը։ Հետևաբար այլ մեխանիզմների փնտրտուք, որը սկսված է, որին խանգարում են հիմա, այդ փնտրտուքին եւ հաստատմանը, խանգարում են արևմուտքից մեզ թելադրված այս կեղծ ընտրությունները։ Նրանք կավարտվեն, կսկսի իրական ընտրությունների գործընթացը։ Ինչ վերաբերում է պարոն Հայրիկյանին, սա ամենացավալի դեպքերից մեկն է, երևի մեր հանրապետության համար։ Ունենք մի ուրեմն ներկայացիչ մեր ժողովրդի, որը անցել էր բավականին բարդ կյանք, որտեղ էր ինքը ինչքանով ճիշտ, սխալ, սա ուրիշ հարց է, բայց բարդ տառապանքներով լի եւ գաղափարին նվիրված։ Եվ հետո սկսում է այս ժամանակը, այս ընտրությունների, նայել է այս ընտրությունների լոգիկայի մեջ, տրամաբանության մեջ գործում։ Բոլոր նրա քայլերը այս տրամաբանության մեջ են։ Սրանով ես նրան մեղադրել չեմ կարող, որտեղ կարծես թե նա գործում է ինչպես բոլորը, բայց շատ մեծ ցավ է պատճառում, որ նա այդպես է գործում։ Ուրեմն այսպես է, առաջինը դուք տեսնում եք, ես փորձում եմ անցնելու իշ հարցերի, սա առաջի դեպքը չէ։ Բոլոր մամլոասուլիսներին ես փորձում եմ խոսել այլ ընտրություններից, դուք ասում եք, իսկ այս նախագահի տեխնացուն, իսկ նա, որովհետև հակառակ դեպքում ձեր նյութերը չեն ընդունի, որովհետև հակառակ դեպքում նրանք ով ֆինանսավորում են ձեր գործակալությունները, չեն ֆինանսավորի։ Ուրեմն եւ այսպես, այդ իրականությունը տիեզերքից չի ստեղծվում։ Մենք ձեզ հետ ենք ստեղծում այդ իրականությունը, մենք կարող ենք փորձենք ստեղծենք այլ իրականություն, բայց առայժմ մենք մերժում ենք եւ մերժում է ողջ ժողովուրդն էլ, նա էլ կարդում է, սա արեց, այս բամբասանքը, սա կրակեց, նա գողացավ, նա գործակի մեջ մտավ եւ այլը։ Սա պետք է բրծնի այս թատրոնը արևմտյան, որից հետո կսկսի հայկական ինչ որ իրադարձություններ։ Հայկականը այն ակտիվությունն է, որի մասին ես խոսում եմ։ Հիմա այդ ակտիվությունը կա։ Ուղղակի նա աննկատ է, որտեղ դուք չեք լսի այն մարդկանց հիմա, ովքեր դրանից խոսում են։ Ոչ մի հերոստակայան, օրինակ, ձեզ ասեմ, վերջի 10 տարվա ընթացքում ինձ մեկ անգամ են հրավիրել հերոստատեսություն։ Մեկ։
Ես բավականին այսպես հայտնի մարդ եմ եւ հայտնի եմ նրանով, որ եթե դուրը ծածկում եմ, որոշ դեպքերում փորձում եմ մուտք գործել պատուհանից, եթե անհրաժեշտ բան կա ասելու։ Բայց նույնիսկ ինձ համար խնդիրներ է այսպեսի ստեղծված։ Ուր մնաց այն մյուսների համար, որոնք բավականին խորը գիտելիքներ ունեն, որոնք պատկերացումներ ունեն, թե ոնց ուր գնալ, ով է նրանց հրավիրելու։ Համեցեք եւ հետո դուք։ Գիտեք, ցավոք սրտի, եթե մի մարդու կամ մի կուսակցության, մի խմբավորման հարց լիներ, մենք խնդրեմ չենք ունենա ձեզ հետ։ Խնդրեմը մեր բոլորի մեջ է, եւ այսպես է, այդ ընտրությունը կատարում ենք բոլորով։ Այսինքն, այսպես չի, որ Սերժ Սարգսյանը մի չարագործ է, միայնակ, կամ հանրապետականը չարագործների մի խմբավորում, որոնք այդ սկզբունքն են պահպանում, իսկ այ մենք բոլորս ուրիշ սկզբունքի ենք։ Մենք նրանց չարագործությունը պահպանում ենք այն նրանով, որ մենք էլ ձգտում ենք նույն բանին։ Եվ նրանք մտածում են, հենա ես թալանում եմ, էլ դուք գաք, ինձ լավ եք դա անելու։ Եթե անձը չի, որ չի թալանելու, չնայած անկասկած, եթե հանգած հրաշք պատահեր, որը շատ դժվար է որ պատահի, եւ երկրի ղեկավարի աթոռում հայտնվեր մեկը, որ լրիվ ուրիշ սկզբունքով է գործում, եւ նա պաշտպանի մի ուժ, որը լրիվ ուրիշ սկզբունքներից է, շատ արագ կլիներ փոփոխությունը։ Մեզ այդպիսի վտանգ չի սպառնում։ Ուրեմն մենք մեզ մոտ լինելու այսպես, հասարակությունը սկսել է խոսել այս բոլոր բաներից, այս խոսակցությունը գնալով խորանում է եւ ուժեղանում, բազմաթիվ խմբեր են հիմա ձևավորվում այս փիլիսոփայության մեջ, եւ շուտով դա կլինի իշխողը։ Ուղղակի մենք վերջի անգամ մեր տուրքն ենք տալիս այդ անհեթեթ համակարգին, բայց տուրքը այս ձևով, որ մենք նրա անհեթեթությունը ցույց ենք տալիս առաջին հետ ինքներս մեզ, իսկ նաև ամբողջ աշխարհին։ Պարոն Անջարյան, այդ հայտնի խոսքը կա, որ դեմոկրատիան դա շատ վատ կառավարման ձև է, բայց ավելի լավը կարծես թե չի հնարված։ Հիմա դուք խոսում եք նրա մասին, որ կարծես թե փորձում են հնարել ավելի լավ մեթոդ, որովհետև ձեր կոչը ես հասկանում եմ այսպես։ Ուրեմն կա այլ, ուրեմն մշակում, կա այն ինչ որ սկզբունքներ, որոնք որ պետք է հանրությանը տեղյակ պահել, ասել, գիտեք, այս համակարգով եկեք սրանց հետո ապրենք եւ հանրությունն ինքը որոշի, այսպես է ուզում, թե ուզում է գնալ նախկին ընտրությունների ձևին։ Կան արդյոք այդպիսի մշակումներ։ Անկասկած կան եւ այսպես դες ասեմ։ Այդ ինչ որ ասեցիք դեմոկրատիայի մասին, ասված է 50 տարի սրանից առաջ եւ 50 տարի առաջ դա իրոք ճիշտ էր։ Իրոք, մենք կատարյալ բան չէր, բայց առայժմ աշխատող գործիք էր։ Ես ում չեմ ասում, որ ինչ այսօր կա, ամբողջ իր ընթացքում եղել է այդպեսին։ Ոչ, առաջ գնացել է մարդկությունը շնորհիվ այս համակարգերի բավականին երկար ժամանակ, մի քանի հարյուրամյակ։ Բայց հիմա այդ համակարգի վերջն է, շատ բնական բան է։ Մենք էլ մի բան օգտագործում ենք, հետո ավարտում է անցնում ենք նոր, ավելի կատարյալ բանի։ Այսօր ես չեմ խոսի այդ օկուպացրու Wall Street-ը հիշում եք այդ շարժումը, կար դրան գաղափարախոսները, ամերիկյան հայտնի գիտնականներ էին, բայց նրանց բանաձևերը ես չեմ բերի, որովհետև դրանք ընդհանրապես ֆանտաստիկ թվան, ես աշխատում եմ ձեզ չապշեցնել այդպիսի բաներով, շատ ավելի մեծ տարբերակներն եմ ասում։ Բայց մեծ տարբերակներից բերեմ դոկտոր Բժեզինսկուն, բոլոր տեղերը բերում եմ, որովհետև ծանոթ անուն է, համ էլ կարծես թե չի տառապում այսպես ինչ որ ծանր հիվանդություններով։ Եվ այսպես դոկտոր Բժեզինսկին ասում է, ինչ համակարգի պետք է անցնենք։ Առաջինը ասում է, եկել է աշխարհ քաղաքական մարդը, որը պատրաստ չի իր կառավարման ֆունկցիան որևէ մեկին զիջել։ Եվ ոչ մի րոպեով զիջել։ Եվ եթե մենք չգտնենք ուրիշ համակարգ, որ քաղաքական մարդը բոլոր կառավարող որոշումներին մասնակցի, Ամերիկան, ոչ միայն Ամերիկան կկորցնի իր լիդեր դերը, այլև մենք չենք կարողանա պահպանել մոլորակում քիչ թե շատ կառավարելի վիճակ։ Սա առաջինը։ Երկրորդը, ասում է Ամերիկայում մշակութային հեղափոխություն է պետք։ Ամերիկացին պետք է հասկանա, որ շատ ուտելը, շատ սպառելը լավ չի։ Լավ է քիչ ուտելը, քիչ սպառելը։ Եթե այդ մշակութային հեղափոխությունը չլինի, ապա Ամերիկան կկորցնի իր լիդերը դերը եւ մոլորակն էլ կհայտնվի քաոսի մեջ։
Սա արդեն Աշոտ Մանուչարյանը չի, որ մտածենք այսօր ինչ որ վատ երազ է տեսել կամ խեղճ այսպես տարապող Անդրեաս Ղուկասյանին տեսել եւ եկել է մեզ այսպես ցավալի պատմություններ է պատմում։ Բացարձակապես սա արդեն կուշտ Ամերիկայի կուշտ քաղաքացի դոկտոր Բժեզինսկին է, որը ասում է, գիտեք, աշխարհում այսպես է։ Եվ երրորդը նա ասում է, որ տարբեր մշակույթներ կան աշխարհում։ Եվ Ամերիկան պետք է սովորելի հարգանքով դրանց վերաբերել, այլ ոչ թե իր անհեթեթությունները տանի եւ փաթաթի այդ մարդկանց վզին։ Իմ կարծիքով նա նկատի ուներ նաեւ մեր մշակույթը, մեր պատկերացումները արդարության, աշխարհի կառուցվածքի, գործերի կառավարման մասին եւ խորհուրդ է տվել այստեղի դեսպանատանը, որ եւ Ամերիկայի մյուս պաշտոնյաների, որ այստեղ աշխատում են, որ էլ մեր վզին չփաթաթեն այդ կեղծ ընտրությունների համակարգը։ Ես ձեր նշած այդ իդեալական համակարգի վերաբերյալ փորձում եմ հասկանալ քաղաքական աղմուկ ինքը քաղաքական ինչ համակարգ է իրենից ենթադրում քաղաքական սիստեմը ինչ է։ Ուրեմն այդ տեսեք էլի մենք մտանք կլիշեների համակարգը մի իմաստով։ Երբ որ մենք ասում ենք քաղաքական համակարգ, քաղաքականը միշտ այսպես ասոցացվում է նախագահ, պարլամենտ եւ այլ բառերի հետ։ Նախ եւ առաջ քաղաքական եկեք ճշգրտենք թե քաղաքականը ինչ է։ Քաղաքականը հետեւյալն է, երբ որ մարդ պատկերացում ունի, ինչպիսին է վիճակը այսօր կյանքի, ինչպիսի կյանք է ուզում տեսնի ապագայում եւ ինչպես է տեսնում անցումը այս մի վիճակից այն մյուս վիճակը։ Սա քաղաքականությունն է։ Բոլոր այն մյուս բաները, երբ որ կուսակցություններ, բաներ, պարլամենտներ, մամուլ եւ այլը, սա ընդհանրապես գործիքներ են քաղաքականության համար, որոնք կարող են արդյունավետ լինել, իսկ կարող են եւ չլինել։ Եվ այսպես, այսօր այն մարդը, որից ես խոսում եմ, քաղաքական մարդը, ոչ թե ես ներողություն, դոկտոր Բժեզինսկին, այդ մարդու համար ուրիշ կառավարման համակարգեր են պետք։ Այդ պարլամենտները, այդ որոշում ընդունող համակարգերը ինտերնետի գոյության պայմաններում շատ ավելի էֆեկտիվ բաներ կարող են ստեղծվել, ուղղակի սա կարճ մամլոասուլիսի հարց չի, որ ես ձեզ ներկայացնեմ։ Այսօր շատ մշակումներ կան եւ այդ նույն արևմուտքում, եւ ես հույս ունեմ, որ ժողովուրդները մոլորակի կկարողանան մոտ ժամանակում այդ սխեմաներից ոմանք իրականացնեն։ Մենք ձեզ հետ պետք է մտածենք եւ մերը փորձենք ձևավորել, որտեղ պատրաստի մի բան այսօր, որ ասեմ, այս սա վերջնականն է, արդեն համամոլորակային համերաշխություն կա, սա է։ Տենց բան գոյություն չունի։ Նույնիսկ որևէ երկրում գոյություն չունի կոնսենսուս այս հարցում, բայց քննարկումներ գոյություն են բոլոր երկրներում։ Համեցեք։ Լավ նշեցիք, որ Բժեզինսկին խոսում է կուշտ քաղաքացու մասին եւ ինքը կուշտ է։ Այսինքն կուշտ քաղաքացու համար արևմտյան դեմոկրատական արժեքները եւ արևմտյան դեմոկրատիան սպառել է իրենց։ Բայց մենք մեր սոված հայ քաղաքացին չհասնելով այդ դեմոկրատական համակարգի միջով, չտիրապետելով այդ համակարգին, ոնց կարող հասնել ավելի այլ համակարգի։ Ես չեմ ուժեղում ձեր ասածը, բայց արդյոք process-ը հենց այդ արևմտյան դեմոկրատիայի միջով չի։ Ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ մոլորակը գնալով ավելի ու ավելի արագ է պտտվում։ Ֆիզիկական իմաստով կարծես թե դա այդպես չի, բայց իրադարձությունները կյանքի մենք տեսնում ենք ինչ սրընթաց են դարձել։ Այն ինչ որ ուրեմն առաջ 50 տարում էր անցնում, հիմա անցնում է 5 շաբաթում եւ այլը։ Ուրեմն գալ գլուխներս պատին տալ, մենք ամերիկյան համակարգը վերցնելով, մենք անում ենք շատ կարճ ժամանակում արդեն արել ենք, եւ այն պատին, որ մենք խփում ենք հիմա, եւ ասում ենք, այ եկեք մի քիչ կատարելագործենք, այլ մեր օլիգարխները մի քիչ ավելի քիչ այսպես փող տանեն այս կողմ, մեզ մի քիչ շատ թողնեն, այդ ժամանակ մի քիչ ավելի կուշտ կլինենք եւ այլը։ Սա անցած ժամանակաշրջան է։ Մեր օլիգարխը չանի, ուրիշն է անելու այստեղ։ Եվ մեր միջոցով մենք ենք այդ զենքը, որտեղ մենք համոզված ենք, որ մարդը աշխարհ է գալիս, որպիսի հարստություն կուտակի, ի հաշիվ այդ հարստության հաճույքներ ստանա։ Մարդու այս կոնցեպցիան հակասում է բոլոր այն ֆունդամենտալ մեր գիտելիքներին, որը ունենք։ Մեր անցած դարաշրջանի ցանկացած գործ չի վերցրեք, լրիվ սրան հակասող բաներ է ասում, հիշում եք։ Եվ այսօր էլ ցանկացած մարդու, որին իմաստում եք համարում, հարցրեք, նա սրան հակասող բաներ կասի։ Համեցեք։ Կյանքի տրամաբանության, կյանքի փիլիսոփայության, նույնիսկ քաղաքական չէ միայն, ավելի լայն է։
գործել է իրականացնում, չէ՞ որ մարդու կյանք ապրում ու լրացնում են եւ չկա քաղաքականություն, պետք է կա։ Հասկանալի է։ Գիտեք, ես շատ էգոիստ եմ եւ չեմ ուզում կյանքս վատնեմ անհեթեթությունների վրա։ Եվ նույնը կարող եմ ասել ուրեմն իմ մերձավորների համար։ Էգոիստ եմ այդ իմաստով էլ, տանել չեմ կարողանում, երբ որ տեսնում եմ, որ իմ մտերիմներից մեկը, իմ համակարգացին, իմ հայրենակիցը եւ այլ, կամ մոլորակի վրա որևէ մարդ զբաղված է անհեթեթությամբ, ոչնչացնում է այն տարածքը, որտեղ ապրելու են իր երեխաները։ Օրինակ տեսեք, եթե մենք ձեզ հետ այսօր փորձենք մեր օլիգարխիային եւ քաղաքական ուժերին, ես ասում եմ նրանց, ով տնօրինում են լծակները այսօրվա, ասել թե գիտես ինչ, հերիքա ինչքան փող կուտակեցիր պալատների ձևով, այ հիմա կուտակումը արա այս ձևով, երեխայիդ համար ստեղծիր միջավայր։ Նա ապրելու է այստեղ եւ շատ վատ է, որ նա ուրեմն կատաղած, սոված եւ այլ մարդկանցով ուրեմն շրջապատված լինի, բայց նա չի ուզում, որովհետեւ նա էլ ըմպել է այն, ինչ մեր եկեղեցու դոկտրինի մեջ անվանում են ուրեմն Բաբելոնի պոռնկության եւ բարկության գինին։ Անման չեն, դուք չբացեցիք այդ ասածը, բայց ես այսպես հասկացա, ուզում եմ հարցը այսպես տալ։ Ես ինչքան հասկանում եմ, դուք խոսում եք այն ֆուտուրոլոգիական կանխատեսումների եւ այն տրամաբանության մեջ, որ գնալով փաստորեն մեր զարգացումը էքսպոնենցիալ գրաֆիկով է շարժվում, այսինքն գնալով տեխնոլոգիաները նույն մասով շատ ավելի արագ են զարգանում եւ շատ ավելի կարճ ժամանակում շատ մեծ փոփոխություններ են լինում։ Դա իրոք այդպես է եւ մենք ասենք վերջին 5-10 տարիների ընթացքում տեսնում ենք թե ինչպես ասենք նույն տեխնոլոգիայի ոլորտում փոխվեց ամբողջ աշխարհը։ Խոսքը վերաբերում է նրան, որ այդ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նոր համակարգերի անցնել, թե էլ ավելի, որովհետև այնտեղ այդ էքսպոնենցիալ զարգացման մեջ իր վտանգն էլ կա։ Փաստորեն շատ դժվար է շատ կարճ ժամանակում հարմարվել եւ ինչ որ համակարգ պատրաստել, որը որ կաշխատի այդ համակարգի մեջ։ Ես կարողացա հարց տալ։ Երևի թե ես փորձեմ պատասխանել։ Ուրեմն այս վերջի ժամանակներս մենք սրընթաց անցնում ենք մասնագիտական կրթության։ Երեխաներին էլ մեր սովորեցնում ենք, որ գիտեք, լավ մասնագետ լինես, այ դա հնարավորություն կտա հաց հայթայթել այն ուղղությամբ, որը դուք ասացիք, լինել ավելի բարեկեցիկ, ավելի լավ կյանքով ապրել եւ այլ եւ այլը։ Մինչդեռ հիմնական ինչ պետք է փնտրենք, մարդը պետք է լինի ամբողջագետ։ Մեր կրթությունը պետք է ամբողջագետ։ Ինչ է նշանակում, ոչ թե ամենագետ, հանգած չխառնեք սրա հետ։ Ամբողջագետ է, որ ամբողջի մասին պատկերացում ունի։ Եթե ամբողջի մասին մեկը պատկերացում չունի եւ գործում է որպես մասնագետ, նա կարող է անգամ հանցագործություն կատարի, որտեղ չի պատկերացնում այդ իր արած լավ գործը ամբողջի իմաստով ինչի է վերածվում։ Օրինակ լավ թիկնապահը օլիգարխի մոտ սարսափելի մի գործ է, չնայած ուրեմն միգուցե որպես իր ինքը իր գործը լավ է անում։ Դրա համար պետք է մի քիչ այսպես հասկանանք հետեւյալը, այդ ամբողջագիտությունն է, որ թույլ է տալիս այդ արագ պատտվող իրավիճակներում լինել ճիշտ։ Եղավ, շնորհակալություն, այլ հարցեր։ Մեր պատմությունը պատմության մեջ ամեն ինչը կրկնվում է։ 91 թվականին հայոց համազգային շարժումը վերածվեց կուսակցության։ Երբ որ առաջին անգամ քաղաքական գործիչներից մեկը, որը ուրեմն այսպես ընդհարվել էր ինչ-որ մեկի հետ, ասեց դուք հայոց համազգային շարժում չեք, դուք ՀՀՇ չեք, դուք ՀՀՇԿ եք, այսինքն ՀՀՇ կուսակցություն իմ մտքով անցավ սենց անեցկել կլներ։ Բայց անեցքը արեցտես ու կյանքի վերածվեց, այսինքն հայոց համազգային շարժումը, որ մեր ժողովրդի ամենալուսավոր, ամենապայծառ մասն է պատմության, անվանումը վեցեցին ու դրեցին մի կուսակցության, որը կուսակցություն էր։ Իր լավ վատ կողմերով, որը հետո այսպես որպես անեցք շարունակվեց դարավ իշխող, իսկ իշխող կուսակցությունը բազմաթիվ հանցագործություններ էր կատարում։ Եվ այդ հանցագործությունները ժողովուրդը անցկացրեց շարժման վրա։
Եվ անեծքի այդ բառը, որ պետք է այս կամ այս կուսակցությանը դիմեր, ուղեց իր ամենալուսավոր ուրեմն հատվածին իր պատմության։ Հիմա երկրորդ անգամ կար ՀԱԿ-ը, Փառք Աստծո, ուրեմն քիչ թե շատ դրական բաներ կուտակել էր անկասկած։ Իհարկե 88-ից հետո մենք չենք ունեցել համաժողովրդական շարժում։ Այլ մենք ամբողջականությունը կորցրեցինք, ինչքան էլ մեծ ընդվզում լինում էր հետագատային, դա հատվածային էր։ Հատվածայինը միշտ վատ է։ Բարկությունը իր մեջ պարունակում է։ Իսկ ուրեմն հիմա արի ու տես, էլի մի բան կար, որի մեջ անկասկած դրականը կար, մեծ երիտասարդության խումբ եւ այլ, հիմա նորից թող ստեղծեն կուսակցություն, խնդիր չկա։ Անունը ուրիշ դնեն։ Օրինաց երկիր 2, Բարգավաճ 4 եւ այլ, ինչ է եղել։ Շատ լավ։ Այլ հարցեր։ Դուք եք շնորհակալություն հայտնել։